Հարգելի հետևորդներ, այս պահին մենք գտնվում ենք Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում, ժամեր առաջ դուք տեսաք, որ ազգային ժողովի շենքի մոտ միջադեպ տեղի ունեցավ, անհայտ կորած զինվորների ծնողները արդեն 3 օր է այնտեղ ակցիա են իրականացնում, պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի հանձնաժողով, ստեղծված հանձնաժողովի զեկույցը։ Նրանց սատարում էր համահայկական ճակատ կուսակցությունը, 3 օր է այնտեղ էր համահայկական ճակատ կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը եւ ինչպես տեսակ Արսեն Վարդանյանին եւս ոստիկանները բիրտուժով բերման ենթարկեցին։ Հիմա մենք այստեղ ենք, Արսեն Վարդանյանը ազատ արձակվեց, բաց թողեցին նրան, պարոն Վարդանյան, կներկայացնեք, որովհետև տարբեր կադրեր կային, լսվում էր, թե ինչպես է ազգային ժողովի նախագահը հայոյում, ես կուզենամ դուք ներկայացնեք, ձեզ ինչու բերման ենթարկեցին։ Սկզբանե ասեմ, այդ ուրախ ավտոբուսը որ կա, իր պասաժիրներով Հայաստանի Հանրապետությունում քարոզ արշավը սկսել անել, դա հանցագործ ռեժիմ է։ Ինչու է հանցագործ ռեժիմ, որովհետև քաղաքացիների հետ խուսափում են հանդիպել ազգային ժողովի նախագահ, վարչապետ, պատգամավորներ, շնորհակալություն կհայտնեմ Հունյան Բաբկեն, եթե չեմ սխալվում, շատ այսօր կոռեկտ ինքը իրան պահեց ԿՊ-ից։ Իրականում, եթե մարդն իրան շնորհքին է պահում, պետք է ասել շնորհքին։ Ստե հարցը նրանում էր, Ալեն Սիմոնյանը նիստերից հետո դուրս էր եկել իր շփախմբով ման գալու։ Ենթադրվում էր, որ պետք է ծնողներին վերև հրավիրի կամ հանդիպում կազմակերպի, խոսի իրենց հետ։ Մեզ 2 օր խափում են, պահում են այն Բաղրամյան Պողոտայի կողմից մուտքի մոտ, իրանք առնետաբազք են անում։ Բանի Դեմրճան փողոցից փախնում են։ Ոչ մեկ այդ մուտքից դուրս չի գալի, քանի որ կանգնած են ուտել ծնողներ, քաղաքական ուժ եւ պահանջում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի այդ իրանց արած գործունեությունը բացահայտել, որը Քոչարյան Անդրանիկը, որովհետև մենք մտնում ենք քարոզչական փուլ, հիմա իրանք քարոզելով էլի ուրախ, զբաղ, իրանց աջակիցներին հավաքում են միտեղ, գնում են պերաշկի են ուտում, կարտոշկա են ուտում, փթուլ հավաշ են ուտում եւ ասում են, որ իրանք հզոր են, իրանք ուժեղ են։ Այդ մարդկանց մեջ կա հանցագործներ, որոնք մեղավոր են 44-օրյա պատերազմի առիթով, իրանք պահում են այդ ամեն ինչը։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ասում էր, 20 թվականին, 18-19 թվականին ասում էր, Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Արցախը հանձնելուց հետո ասում է ժողովուրդ, ես ձեզ պետք է ասեի 18 թվին պրոստը շփոթվա։ Մենք ինչքանով վստահ ենք, որ այս ընտրություններից հետո չի ասելու ժողովուրդ, ես ձեզ պետք է ասեի օրինակ 26 թվականին, որ Հայաստանը Ադրբեջանն է կամ Թուրքիա, որ մեկն է վստահ։ Եվ ինքը այդ ամեն ինչով իր ամբողջ այդ շփախմբով քարոզ արշավանը բացահայտեն իրանց։ Հիմա անցնենք, պարոն Վարդանյան, այսօրվա միջադեպին շատ տհաճ է, երբ ազգային ժողովի նախագահը հայոյում է անհայտ կորած։ Հայոյելը չէ, իր մոտ դա սովորություն է դարձել, քանի որ թքելը ներվեց հիմա իմ հաշվին, ձեր հաշվին, պահպանությունով է մանգալի պետական եւ հարյուրավոր ոստիկանների ուժի մեջով է մանգալի, ինքը իրանց գումա անպարտելի, ոնց որ ասացի Դավիթն է, էլի, բայց այդպես բան չկա։ Ալեն Սիմոնյանը մի անգամ թքեց, մի անգամ խփեց, չպատժվեց, այս անգամ հայոյանքով դիմում է զոհված անհայտ կորած զինծառայողի ծնողների։ Ալեն Սիմոնյան, դու այդքան կաս, որը տոնցից անում, եթե չլինի քո այդ պահպանությունը կողմ, եթե չլինի այս ոստիկանական համակարգը, դու ով ես։ Ալեն Սիմոնյանը իրան վատ պահեց, հայոյանքով, շատ վատ հայոյանքով դիմեց։ Հայոյանքը եթերում հայտնվել է։ Եվ Ալեն Սիմոնյանը դերապարակվի այդ ամեն ինչը, Ալեն Սիմոնյանը պատասխանատվության կենթարկվի, շատ կոպիտ պատասխանատվության կենթարկվի։ Փաստորեն ինքը հայոյես ձեզ բերման ենթարկեցին։ Ալեն Սիմոնյանին մի բան ասեմ, պապական խոսք ասում է, պաշտոնը բարուն դա, մի օր ձեռը դա, մի օր համապատասխան տեղը։ Ալեն Սիմոնյան, ես ավակ ընկեր ունեի, լավ խորհուրդ է տալի, ասում էր, եթե այդ բարունգը ձեռը տա, կդրտի բաժանի, որ տակը բան չմնա։ Այդքանը կասեմ։
Հիմա ձեզ երկու հոգու էին, հա, բերման ենթարկել ձեզ եւ ինձ եւ Միքայել Միքայելյանին բերման են ենթարկել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու։ Իսկ ինչ պահանջեր էլի որ չմոտիկանանք ազգային ժողովի նախագահին։ Ազգային ժողովի նախագահն ասում է ժողովրդի ծոցից էլա ստղա։ Ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ, ինքը իմ հարկերով դաժե իրական զուգարանի թուղթն է առնում։ Ինքը իմ դեմ հաշվետու է։ Ինքը, չգիտեմ, ես իմ ով չի, ինքը Աստված չի։ Եվ հետո սա այն խումբն է, այն հումանիտար հարցն է, որ անկախ ամեն ինչից ենթադրվում է, որ պիտի ընդունեն այդ մարդկանց, պիտի 100 անգամ, 1000 անգամ պիտի ընդունեն ու խոսեն։ Նայեք ոնց էր ազգային ժողովում ՀՊ-ականները ասում էին ընդդիմադիր ուժերին, որ բացենք դուք պրոբլեմ եք ունենալու։ Երբ օրա ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ամբիոնից ասում են բացեք։ Բացի դա, Դե ես կարծում եմ, պարոն Վարդանյան, այդ նույն ընդդիմադիր ուժերը 5 տարի ժամանակ ունեին պահանջելու, բայց նրանք միասին այդ պարգևավճարները ստացան, միասին վոյաժների գնացին։ Այստեղ դուք եք, ձեր նման ուժերը, այդ ընտանիքները երկուսն էլ համապատասխան այն տարքին հաղորդման մեջ որ ասում է լիղ բեն մեկը է նրան ասում տնօրենը ելնում ասում է ժողովուրդ սուս մնացեք երկուսը էլ ճիշտ է այս կարգավիճակն է իրանց մոտ ես չեմ թաքցնում հիմի դրա համար եմ ասում այս ռեժիմը չվերարտադրվելու համար պետք է լինի բոլոր այդ հանձնաժողովի քննած նյութերը հայտնի ժողովրդին բացի դա ես շատ խիստ կասկածում եմ այդ հանձնաժողովի մեջ կոմպետենտ մարդ եղել է քարտեզից հասկացող ռազմական որոշումներից հասկացող զինատեսակներից հասկացող մարդ եղել է, որ այդ որոշումը ճիշտ է։ Այս մարդիկ բանակում չեն ծառայել, այս մարդիկ բանակից թռած են։ Այս մարդիկ իրանց ազգով, տակով չեն ծառայել, ուրիշներին ասում են թռած, բայց թռածը իրանք են։ Իրանք ոնց են նստել որոշել, որ այս մարդը ճիշտ որոշում անում, այն մարդը սխալ։ Ձեզ ինչ բացատրություն տվեցին այդ բերման ենթարկող ոստիկանները։ Ոստիկանների օրինական պահանջին չենթարկվել։ Ընդամենը դա էր։ Վարչական ոնց որ սենց վարու։ Հա։ Իսկ աշխարհում գիտեք մեկ այլ ազգային ժողովի նախագահ, ով թքի քաղաքացու վրա անպատիժ մնա, ով հայոյի իրենց մեղքով այդ ընտանիքներին այդ ցավի մեջ դրած մարդկանց անպատիժ մնա։ Այս մարդի կյանքում ապիշտիկ է։ Խաղում չերևացող տղա։ Օրինակ Ալեն Սիմոնյանը։ Հնարավոր է։ Մի րոպե, ինքը դերասան է։ Ինչ դերեր է տանում։ Ամենագարշելի դերերը իրան են տանում։ Նույն այդ կարգին Հայկո Մկոն։ Հիմի դարձել ազգային ժողովի նախագահ, հիմի ունի այդ պաշտպանությունը, ունի պետական պաշտպանություն։ Պարոն Վարդանյան, իսկ կոնկրետում էր հայոյում։ Ծնողներին էր հայ։ Իսկ ծնողները որոշում կայացրեցին այդ հարցով դիմել Փաշինյանի արդարադատությանը Ալեն Սիմոնյանին պատժելու համար։ Փաշինյանի արդարադատությունը ո՞րն է։ Փաշինյանը ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը քաշեց, ճղեց, սարքեց իր կանտորան նահատարոս, օրենքան մի դոկումենտ են գրում, ստորագրում, պечатում, ասում են օրենքը է սա։ Դիմում եք սահմանադրական դատարան, ասում է մեր կոմպետենցիա չի։ Դիմում եք նախագահին, ասում է մեր կոմպետենցիա չի։ Դիմում եք ներգետա ոստիկանություն ԱԱԾ-ն, ասում են մեր կոմպետենցիա չի։ Իսկ հնարավոր է միջազգային կառույցներին դիմեք այսօրվա միջադեպի առիթով։ Ի վերջո կան, չէ, կան նաև միջազգային կառույցներ, որոնք իշխանությունների ներքո չեն ոչ այդ երկրների եւ ոչ էլ այլ երկրների։ Հայաստանի իշխանություն գոյություն չունի։ Հայաստանի Հանրապետությունում ես բազմիցս եմ ասել 94 թվականից իշխանությունը զարգացած է։ Կլանային իշխանությունն է, մեկը մեկին փոխանցելով, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը ելել է մասնակցում է, ուզում է մասնակցի ընտրությունների։ Լևոն Տեր-Պետրոսյանի մեծացրած հորտն է այս։ Ոնց կարա ասի ինքը բատն է։ Այդքան ասել եմ ու տեր եմ ասած։ Շնորհակալություն, բարի գիշեր։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի համահայկական ճակատկուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանի հետ, ով մի քանի ժամ առաջ ազգային ժողովի շենքի մոտից բերման ենթարկվեց։ Տարօրինակ զավեշտն այն էր, որ Ալեն Սիմոնյանը տարբեր տեսանյութերում երևում է ամենակոպիտ սեռական հայոյանքներն է հնչեցրել
իր դեմ կանգնած ծնողներին, ամենայն դեպս տեսանյութերում այս պահին այդ կադրերն են երևում, որոնք տարածված են եւ բերման էին ենթարկվել 2 հոգի, երկուսն էլ այս պահին ազատ են արձակվել։